Ձեր կարծիքով քարոզարշավի ժամանակով է ամենաշատը ատելության խոսք տարածվում։ Այսինքն Որ ուժը քարոզարշավի ընթացքում։ Չգիտեմ։ Որ ուժը չեք հետևում քարոզարշավին։ Հետևում եմ, բայց չգիտեմ։ Ատելության բոլոր մեկի մյուսի սիրել։ Սերը հանդուրժական թույլ չկա։ Ցավալի է։ Ես ոսկե չեմ երավում չունի խոսելու։ Բայց ես ադինի գադերեմ։ Սիք հավադարություն չկա, իրենց գրոնքին մանավանդ հավատքին, չկա այդ հավատքը չեմ տեսա։ Քրիստոնյա այլայնի այս ծևով ադերություն չէր դարձնում, քրիստոնյությունը սեր է։ Ոյ որ բոլորը դադարեն ատելության խոսք տարածել մեր երկիրը կլինի աշխարհի ամենահրաշալի երկիրը։ Կոչ եմ անում բոլորին միայն օրհնել մեկը մյուսին։ Բայց ձեր կարծիքով որ ուժն է Ես ամենաշատը։ քաղաքականությունից այնքան հեռու եմ, որ այն վերևում անընդհատ օրհնելով պահենք մեր երկիրը։ Ձեզ էլ եմ կոչ անում բարձրանալ մի քանի քայլ վերև ու օրհնել ամենաշատումից ումն ես ատում։ Դրան ամենաշատ օրհնել հին պարավի օրենքով։ Ձեր կարծիքով քարոզարշավի ժամանակով է ամենաշատը ատելության խոսք տարածվում։ Փաշինյանը։ Ես չեմ խառնում ես։ Չեք հետևում քարոզարշավին։ Որ ուժը։ Դուք միշտ հիմա չգիտեք։ Որ ուժը չեք հետևում քարոզարշավին ընդհանրապես։ Գիտեք ինչ կա։ Ատելության խոսք տարածում են այն մարդիկ, որոնք որ ասենք սովոր են ատելություն քարոզել, էլի։ Ես այտենց չեմ սիրում բառադի խոստումներ տալացողին, ոնց որ այսօր մեր վարչապետն է։ Ազնվությամբ եմ ասում, ինքը արժանի չի Հայաստանի համար։ Հայաստանի համար ավելի խելացի մարդապետ, որ իր տնտեսությունը զարգացնի, որ ամեն ինչը վերջի մարդիկ, ես դե թոշակառու եմ Տարիք Սելահագին մեծը, անգամ հեռախոս եմ մոռացել, ստեղ եկել եմ հետ եմ վերցնում, էլի, ցավը տանեմ։ Ուղղակի հիասթափված ենք Իրանից այնքան բանով, որ ինքը չի ճանաչում հայ ժողովրդին։ Հիասթափված ենք դրան, ոչ պատմություն ասում, այն ինչ որ անցյալը, այդ է իր ասածը։ Այսինքն ներկայի վրա դու թքած ունենաք, այդ չի բանը, չէ որ մենք սերունդ ենք աճացնում, այդ է իմ ասածս, ուղղակի գիտեք ինչ կա, իմ տարիքը մեծ է, 81 տարեկան եմ, էլի ես, հասկանում եք, բայց ես իմ երիտասարդ սերունդին իսկական կյանք եմ ցանկանում, որոնք որ աշխատանք ունենան, կզբաղվեն կոնկրետ բաներով, ոչ թե հիհի տիպի, հոպի մուպի, այդ միացնում ես հեռուստացույցը, ես շատ ցավով եմ բանանում, որ հեռուստացույցը մասաների համար է, իսկ մասաներին դաստիարակության համար է, հետո բացի այդ հեռուստացույցը միակ միջոցն է, որ կապող ուղղակ պետք է լինի բոլորի մեջ, այսօր գյուղատնտեսությունը ինչ վիճակի է։ Ու սաղ այդ մեղավորները հիմնականում այն մարդիկ են, ովքեր որ այսօր հեռուստացույցը զբաղացնում են բառադի հաղորդումներով կամ այն ջահել-ջուլների հիհիթիներով, ինչ կա հեռուստացույցի մեջ, որ մարդը կարողանա անթորնակի սովորի ջահել սերունդի մասին խոսքը, հենց ջահել սերունդը պետք է հետագան լավացնի, չէ, երկիրը որ չունի պոտենցիալ արտադրության, այդ երկիր չի դառնի։ Իսկ ես որ կյանքում միշտ նվիրված աշխատող եմ եղել ինչ։ Հիմա իմ սրտին ցավ է գալու։ Այդ ջահելությունը կոնկրետ զբաղմունք չունի, ոչ էլ նպատակ ունի։ Ազնվությամբ եմ ասում, իրենց էլ է դուր գալ այդ հիհիթի անելով մանգալ։ Միացրու հեռուստացույցը, կզգաս թե իրենց նպատակը ինչ է, այդ հեռուստացույցի նպատակը որն է, այն նշանակարը շատ դաստիարակչական բաներ աներ։ Ճիշտ է։ Առաջի հերթին սովորացներ, վերաբերմունքը, կուլտուրա, բանման էլի, ոչ թե բառադին են հաղորդումներ տան, սա որ նստել, այն չաղը որ նիհարել է, ինչով ազնայը, կամ այդ անիմաստ հաղորդումներ, ախր փող ենք չէ վճարում, փող ենք վճարում նրա համար, որ գոնե իմաստալից բան տեսնենք, հեռուստացույցը դաստիարակչական մեթոդ լինի, որ մարդկանց սովորացնի աշխատանք, մարդկանց սովորացնի ճյուղերի հետ շփվել, ասենք, տարբեր ոլորտներ, գիտությունը, գյուղատնտեսությունը, այդ բոլոր ոլորտների հետ կոնկրետ շփվելուց
Մարդը դաստիարակվում է, ինքը զգում է, որ ինքը պիտանի է այս երկրին, իսկ մեր երկիրը մշտապես այն երկիրն է եղել, որ գիտություն է տվել մարդկանց, արտադրություն է ստեղծել, եկամեծ արտադրություն, ուր է այդ արտադրությունը, ինչ շուռ եկավ, այսինքն ես տես բաներ կա, որ ասենք Սովետին շատ թերություններ ուներ, չէ, ես էլ այդ ժամանակի ապրող մարդ եմ եղել, բայց հարցը ինչումն է, որ պետություն էր, այդ պետությունը մտածում էր իր բոլոր ժողովրդի մասին, հետո որ անկախություն են գալ մեյդան, անկախությունը այդ գիտեք ինչ է, որ պարանի վրա կախված են, ճոճում են ստեղ ընդեղ, թե չէ թե անկախություն չի, ումն է պետք է անկախությունը, անկախությունը մեծ երկրներն է պետք, որ սրան լապեն, նրան լապեն, նույն է Եվրոմիությունն էլ իրանից բան չի ներկայացնում, որ մի խոսքի Ուկրաինայի նման երկրին ինչով է կարող պատժ կանի Եվրոմիությունը, ոչ մի բան է, ճիշտ է, բայց Եվրոմիության դրոշը տնկելա ռուսներն էլ գմպցել, նա ինչ